Հայաստանում պետական գնումներին մասնակցությունն ակտիվանում է, մրցակցության մակարդակը բարձրանում։ Ֆինանսների նախարարության տվյալով 2024 թվականին կազմակերպվել է 14113 գնման մրցակցային ընթացակարգ, ինչը 1293-ով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Գումարային ծավալը 184 միլիարդ 229 միլիոն դրամից հասել է 226 միլիարդ 929 միլիոնի։ 23 թվականի համեմատ 24 թվականին մասնակից ընկերությունների թվականակը ավելացել է 160-ով, կազմելով 2050, իսկ հաղթողների քանակը ավելացել է մոտ 125 ընկերություններով, կազմելով 1400 ընկերություններ։ Միջին մասնակցության առումով եւս բարելավում ունենք, եթե 23 թվականին 2.4 էր միջին մասնակցությունը, ապա 24 թվականին միջին մասնակցությունը կազմել է 3։ Որն է պետական գնումներում բիզնեսի ակտիվացման պատճառները, մանրամասնում է Սերգեյ Շահնազարյանը։ Այդ 2.4-ը որ բարձրացել է 3, կարծում եմ հստակության նաև աճն է, որ մարդիկ սկսում են մասնակցել այս ընթացակարգերին։ Պետական գնումներում բավական ակտիվ է նաև Արմեն Սարգսյանի ընկերությունը։ Նշում է, մրցակցությունը տարեստարի ավելի է մեծանում, եւ այս ոլորտը գրավիչ է դարձել բիզնեսի համար մի քանի պատճառով։ Առաջին հերթին օրենսդրությունն է շատ պարզ եւ մասնակցության քայլերը հեշտ են։ Այսինքն, եթե դու բիզնեսմեն ես, դու ընդամենը գնումների համակարգողի հաստիք ունենալով, որևէ այլ խնդիր չունենալով կարող ես մասնակցել։ Եվ մասնակցության իրավունքն է ել ավելի հեշտացվել։ Օրինակ, եթե նախկինում ասում էինք փորձառություններ պետք է ունենանք, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ, տեխնիկական միջոցներ, լիցենզիաներ համապատասխան, ապա այս պարագայում ստացվում է, որ 90-ից ավել տոկոս դեպքերում նվազագույն գնային առաջարկով հաղթող է ճանաչում։ Այսինքն սրանով դարձավ, որ ազատականացվեց շուկան։ Նույնիսկ 5 րոպե առաջ բացված կազմակերպությունը իրավունք ունի մասնակցելու մրցույթին։ Նախորդ տարի գործարարի ընկերությունը մասնակցել է 30-ից ավելի մրցույթների, հաղթող ճանաչվել մոտ 20-ում։ Պետության տեսանկյունից շատ կարևոր է մրցակցության մեծացումը, քանի որ մրցակցության մեծացման պատճառով էլ գնային գինը բնականաբար իջնում է, ինչքան մեծ մրցակցություն այնքան ցածր գին։ Մրցակցության բարելավումը նկատել են նաև գնումների հաշվետվություններն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունները։ Բավական բարձր մրցակցություն է եղել շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթներում, հատկապես Երևանի քաղաքապետարանի եւ 2024 թվականի դեպքում նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կազմակերպած մրցույթներում։ Այս միտումը բարելավում է դեպի ցույց տալիս։ Ուշագրավ է երկու ժամանակաշրջաններում ներքին գործերի նախարարության իրականացած գնումները 2023 թվականին շուրջ 1.3 միլիարդ դրամի գնում է իրականացվել վկայականների եւ անձնագրերի ձեռքբերման համար, իսկ հա 2024 թվականին նույն կառույցի կողմից իրականացվել է գնում մեքենաների ձեռքբերման առումով։ Սա թերևս, այսպես ասած, պետք է իրականացվել մրցակցային ընթացակարգերով։ Մեկ անձից ձեռքբերումներն ըստ Արմենուհի Բուրնազյանի գլխավոր հարցերից մեկն է, որը պետք է հնարավորինս նվազեցնել։ Եթե առանձնացնենք մոնոպոլիաները, հանրային կազմակերպություններից իրականացվող գնումները, ապա հրատապ մեկ անձ ընթացակարգով հիմնականում ճանապարհների նորոգման, շինարարական աշխատանքների ձեռքբերման պայմանագրեր են կնքվել։ Նախորդ տարի նաև Լոռիում եւ Տավուշում ջրհեղեղներն էր պետությանը ստիպել արագ գործել եւ ֆորս մաժորի պայմաններում մեկ անձից գնումներ կատարել, նկատում են մասնագետները։ Ըստ Սերգեյ Շահնազարյանի, էական բարելավումներ կան մեկ անձից գնումների առումով։ 2024-ին ամենաակտիվ գնումներ կատարած պետական մարմիններն են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 67 միլիարդ դրամ, տարածքային զարգացման հիմնադրամը 31.9 միլիարդ եւ քաղաքաշինության կոմիտեն 26.6 միլիարդ դրամ։ 2024-ին բացառիկության հիմքով կատարված մեկ անձից գնումները կազմել է 5%, որը որ 23 թվականի նկատմամբ նվազել է 1.4%-ով, իսկ հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումները, եթե 23 թվականին եղել է 6%, ապա 24 թվականին այդ ցուցանիշը նվազել է կազմելով 3.6%։ Եվ դրան զուգահեռ նաև ավելացել է մրցակցային գնումների ցուցանիշները, եթե 23 թվականին դա եղել է մոտ 87%, ապա 24 թվականը մենք ամփոփել ենք արդեն մոտ 92%։ Մենք հիմա ձգտում ենք աշխատանքներ տանել ավելի նվազեցնելու ուղղությամբ։ Գնումներին մասնակցող ընկերության տնօրենը երկու խնդրի վրա է ոլորտը կարգավորողների ուշադրությունը հրավիրում։ Առաջինը դեռևս որոշ դեպքերում պահպանվում է թղթային տարբերակով գնումները, որը սուբյեկտիվության տարրեր է պարունակում։ Ամբողջությամբ թվային դարձնելը խնդիրը կկարգավորի։ Երկրորդ խնդիրը մեկ այլ տնտեսվարողի կողմից հակամրցակցային դրսևորումն է, որին ականատես են եղել էլեկտրոնային աճուրդի ժամանակ։ Ենթադրենք 100 միլիոնանոց մրցույթի մեջ ինչ որ մեկը գրում է 99 միլիոն։ Մյուսը գրում է պատրաստվում էր գրել 75 միլիոն, բայց
ինչ-ինչ պատճառներով երկրորդ կազմակերպությունը գրում է 8 միլիոն, որը արդեն ակնհայտորեն անհնարինության դաշտից է։ Այս պարագայում այն 75 միլիոն դրամ, ով պատրաստվում էր գնային առաջարկ ներկայացնել, նա այլևս այդ հնարավորությունը կորցրել է։ Մրցույթի արդյունքում ստացվում է, որ առաջի տեղ զբաղեցրած 8 միլիոն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին մենք պետք է ճանաչենք հաղթող, բայց պարզվեց, որ հայտի ապողում ենթադրենք, թե չունի ու մրցույթն է չեղարկում։ Եթե տվյալ պարագայում յուրաքանչյուրն իր գինը առաջարկելու հնարավորություն ունենար, ապա անհավանական ցածր գին առաջարկողն այլևս շարժարիչ չէր ունենա, նշում է Սարգսյանը։ Սակայն այս դեպքում մրցույթը չեղարկվել է եւ պատվիրատուն ժամանակի սղության պատճառով երկրորդ մրցույթ չի իրականացրել, ստիպված գնալով մեկ անձից գնման։ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետը նկատում է, հնարավոր են նման խնդիրներ, խորքային վերլուծություններ են արվել եւ առաջիկայում փոփոխություններ կլինեն, որոնք կբացառեն այդպիսի հարցերը։ Սերգեյ Շահնազարյանը կարևորում է նաեւ, որ պետական գնումներում բավական ակտիվ է փոքր ու միջին բիզնեսը, քանի որ մինչեւ 25 միլիոն դրամանոց գնումների մրցույթներում չկա բանկային երաշխիքի անհրաժեշտություն եւ ավելի հեշտ է։ Կազմակերպությունները այստեղ ավելի մեծ ուսումնասիրության դաշտ են ցանկանում տեսնել։ Ցավոք հաշվետվականության համակարգը ունի բաց, այնտեղ մատակարարները չեն դասակարգվում ըստ իրենց չափերի, կոնկրետ ՓՄԶ-ների առանձնացման որևէ մեխանիզմ չկա, եւ տարիներ առաջ 2023 թվականին իրականացվեց այդպիսի մի հետազոտություն USAID-ի կողմից եւ պարզվեց, որ ՓՄԶ-ների մասնակցությունը այնքան էլ վատ ցուցանիշներ չի գրածում։ Որոշակիորեն ավելացել է նաեւ բողոքները գնումներից, սակայն ընդհանուր պատկերում ըստ Սերգեյ Շահնազարյանի թիվն այնքան էլ մեծ չէ։ Ավելացված 1293 ընթացակարգով զուգահեռ բողոքներն ավելացել են 69-ով։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյալ լուրեր։